Մոտեցել եմ ամբյոնին, պարոն Դանելյանին արձագանքելու համար։ Պարոն Դանելյան, շատ դուք գեղեցիկ եք խոսում, եթե կոնտեքստը կտրենք, հա, եթե չլինեիք դաշնակցությունից, եթե իշխանության եղած չլինեիք 20 տարի, հա, շատ, հա, ուղղակի բառերը, հա, գեղեցիկ բառեր են։ Ում վրա եք մունատ գալիս աղբավայրերի համար։ Մեր օրոք է կառուցվել Հայաստանում առաջին աղբավայրը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտների նվազագույն շեմին։ Պատկերացնում եք ինչի մասին ենք մենք խոսում։ Գոյություն ունի թափոնների կառավարման բուրգ, երեխեք ջան, ես լսեք, կարևոր բան է։ Հա։ Ուսանողներ, լսեք, սա շատ կարևոր է։ Գոյություն ունի թափոնների կառավարման բուրգ հասկացություն, որովհետեւ դուք պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, այդ բուրգի գագաթին գտնվում են օրինակ Շվեդիայի նման պետությունները, որտեղ ուրեմն թափոններից մնացուկը կարող է լինի, չասեմ, կես տոկոս, 1%, էդ էլ այդ այրված թափոնի տակի մոխիրն է, էդ էլ տանում են անտառներում որոշակի կանոններով, այսպես շաղ են տալիս, անցնում է հողի մեջ, մի խոսքով էլի տարալուծվում է, այսինքն կարելի ասել 0 թափոն ունեն։ Դա բուրգի գագաթն է։ Հետո կան այլ մակարդակներ թափոնների կառավարման եւ թափոնների կառավարման ստորին ընդունելի շեմը, գիտեք որն է։ Կոտայքում կառուցված մեր կողմից կառուցված նոր աղբավայրն է։ Ինչ այն իրանից ներկայացնում։ Հողի մեջ փորվում է փոս, ասենց գոգավորություն, կատարվում են որոշակի ինժեներական աշխատանքներ, դրենաժի համար նախատեսված, որ տակի ուրեմն հեղուկները գնան, ուրեմն տոլով, ձութով, ամեն ինչով, սա երկար բարակ չասեմ, աղբը հավաքվում է ուրեմն մի շերտով, վրայից լցվում է հողի շերտ, հետո նորից մի շերտ աղբ, հետո նորից մի շերտ հող, այդպես այդ փոսը լցվում է, հետո փոսը դառնում է այսպես բլուր, էլի շարունակում է լցվել, վերջում էլի նորից հող է լցվում ու կոնսերվացվում է։ Աղբը մնում է մեջը, սա ասում ստորին, հնարավոր ստորին քաղաքակիրթ տարբերակների ամենաստորին շեմն է։ Մնացած ինչ կա Հայաստանում ստորին շեմից ներքև է։ Այդ թվում եւ Նուբարաշենն, ասեք ասում 18 թվին է Նուբարաշենի աղբանոցը ստեղծվել, ժողովուրդ ջան, ասեք կամ 18 թվին առաջին անգամ, 25 թվին առաջին անգամ վառվել այդ աղբանոցը։